այդ թիրախավորումը այնպիսի թիրախավորում էր, որ ոչ մեկի չէի նախանձի։ Գողերը ինչ-որ մեթոդով գողություն են անում, ոստիկանները այդ մեթոդի դեմը առնում են, գողերը ուրիշ մեթոդով են սկսում բանան։ Ավտո հրկիզել, դալանում ծեծուջարդի ենթարկել, Արբատում վերբովկա ենել Հայաստանից մարդկանց։ Զարմացնում են կուսակցությունները, որոնք մտադիր են մասնակցել ընտրություններին, բայց քարոզություն չեն անում։ Չապահյանը ռազմական հեղաշրջման կոչ արել է։ Պարոն Իոնիսյան, նախ շնորհակալ եմ հարցազրույցից հրավերն ընդունելու եւ մեզ ձեր գրասենյակում ընդունելու համար։ Հայաստանի իշխանությունները հաճախ հայտարարում են, որ 2018 թվականից հետո երկրում ժողովրդավարությունը զգալիորեն խորացել է, աճել է։ Ձեր գնահատմամբ, արդյոք այսօր Հայաստանի Հանրապետությունում քաղաքական համակարգը շարժվում է դեպի ավելի մրցակցային ժողովրդավարության, թե հակառակը նկատվում է իշխանության կենտրոնացման միտում։ Ուրախ եմ ձեզ հյուրընկալել օֆիսում եւ հյուրընկալվել ձեր եթերում։ Ես պիտի ասեմ, որ Հայաստանը ըստ էության 2018 թվականից ի վեր կատեգորիայով մեր գնահատմամբ եւ ոչ միայն մեր գնահատմամբ համարվում է այսպես կոչված electoral democracy, այսինքն ընտրական ժողովրդավարություն։ Դա ժողովրդավարական երկրների, եթե ժողովրդավարություն եզրույթը տրոհենք, հա, որտեվ չգիտեմ, մեզանից մինչև Շվեդիա բավականին շատ ճանապարհ կա, էլի, բավական մեծ կոնտինյուում կա։ Այդ կոնտինյուումը եթե տրոհենք, այդ կոնտինյուումը ամենացածր մակարդակն է, ժողովրդավարությունը ամենացածր մակարդակն է, բայց ժողովրդավարությունը որտեղ հիմնական մեխանիզմները կան, ընտրությունները կան, ընտրություններին հարակից հիմնական խոսքի ազատությունը, հավաքների ազատությունը, միավորումների ազատությունը կա, հարգված է, այս պայմաններում մրցակցայնությունը կա, այս պայմաններում արդար ընտրությունները կան, այս պայմաններում սա ընտրական ժողովրդավարություն է։ Առանձին վերցրած մենք կարող ենք տարեց տարի նայել, օրինակ, այս ինչ տարում ավելացել է, այն ինչ տարում հեղափոխությունից հետո ավելացել է արմատապես։ Հիմնականում ընտրությունների եւ խոսքի ազատության կոնտեքստում ավելացել է, որտեղ միջև հեղափոխությունը պիտի ասեմ հավաքների ազատությունը եւ միավորումների ազատությունը այդքան էլ վատ վիճակում չէին։ Հիմնական խնդիրները ընտրությունների եւ խոսքի ազատության հետ էր։ Չկար որևիցե անկախ կամ ընդդիմադիր լրատվամիջոց, ընտրությունները կամ կեղծվում էին կամ չեն կեղծում տեղամասում, բայց ընդհանուր առմամբ էլի կեղծվում էին, այս երևույթները վերացան։ Այսինքն Հայաստանում արդեն կան անկախ վերացան, որովհետեւ մենք հիշեցնում այդ պատկերել ունեցանք։ Ինչով էր էջմիածնի պատկերը այլ։ Վարչական ռեսուրսի կիրառումներ ու նկատմամբ կհիշեք։ Դե տեսեք, վաղար շաբաթում մենք խնդիրներ տեսել ենք, այդ խնդիրների մի մասով մենք պայքարում ենք նորում որոշակի հաջողությամբ, որ քրեական գործեր լինեն, բայց այդ խնդիրների ծավալը անհամեմատ է միջև հեղափոխությունն այն ծավալների հետ, որոնք որ մենք տեսնում ենք, հա, վարչական ռեսուրսի չարաշահման մեքենան, որը որ կար ինչ էր միջև 18 թվականը, բոլոր պետական ծառայողներին, բոլոր ենթարկեցված կազմակերպությունների աշխատակիցներին ասում էին մարդա պետք է մի 15 հոգու ցուցակ բերեք, որոնց համար դուք ձեր ստեղ աշխատանքը շարունակելու երաշխիքով կապահովեք, որ իրանք ընտրակաշարք կվերցնեն եւ հանգարց դրա մասին չեն բողոքի, հա։ Դա մի համապետական հզորագույն, շատ էֆեկտիվ Հայաստանի երևի ամենաարդյունավետ ինստիտուտը եղել է ընտրակեղծիքների ինստիտուտը եւ դրա սահմաններում վարչական ռեսուրսի չարաշահման ինստիտուտը։ Նման ծավալներ չկան, բայց չի նշանակում, որ խնդիրներ չկան։ Եկներեք, եթե խնդիրներ չլինեին, չէինք ասի, որ մեր եւ Շվեդիայի արանքում մեծ կոնտինյուում կա, ասենք մոտարապես նույն տեղում ենք ինչ որ Շվեդիան է, էլի։ Եվ այս առումով ընտրությունները մրցակցային են, ընտրությունները արդար են, ընտրությունների ժամանակ ռեալ մրցակցություն կա, ընտրություններից առաջ որպես կանոն հնարավոր չի լինում sense մի արժեք ասելով այդ ընտրություններում հաղթելու, չէ՞, տեղականներում էլ ազգային ժողովի ընտրություններում էլ, հա, սոցհարցումները իհարկե հուշում են թե ով հաղթելու, բայց միևնույնն է նենց չի, որ տենց
ոնց ասեմ, ի սկզբանե միջև process-ը սկսելը, միջև քարոզչությունը սկսելը արդեն կանխորոշված է։ Այդպեսին չի։ Նույն մամուլի հետ կապված կան անկախ հեռուստատեսություններ, կան ընդդիմադիր հեռուստատեսություններ, ընդդիմադիր գործիչները կամ իշխանություններին քննադատողները սահմանափակված չեն հեռուստաեթերում հայտնվելուց այնինչ միջև 18 թվականը մեղմ ասած դա այդպես չէր էլի։ Այսինքն այս առումով կայական պրոգրես, որը էապես ազդում է մրցակցության վրա։ Առավելևս միջև այն ժամանակ ընդդիմությունը օրինակ ընդհանրապես փող չուներ, հիմա ինչպես տեսնում եք ընդդիմությունը փողի խնդիր ընդհանրապես չունի էլի։ Ձեր կարծիքով Հայաստանի քաղաքացիական հասարակությունը այսօր որքանով է անկախ իշխանությունից եւ քաղաքական ազդեցություններից, հատկապես հասարակական կազմակերպության ոլորտը, որ հաճախ մեղադրվում է արտաքին ֆինանսավորման մեջ եւ այդ ֆինանսավորման միջոցով էլ նաեւ քաղաքական ազդեցություն ունենալու մեջ։ Ինչպես է արձագանքում այս քննադատությանը, որ հասարակական կազմակերպությունները իրենց ազդեցությունը թողնում են ամեն դեպքում։ Հասարակական կազմակերպությունները իհարկե ունեն իրենց ազդեցություն։ Կներեք, եթե հասարակական կազմակերպությունը պետք է ազդեցություն չունենա, այդ հասարակական կազմակերպությունը պետք է փակվի։ Փակվի գնահատում ուրիշ բանով մարդիկ զբաղվեն, էլի հասարակական կազմակերպությունները պետք է ազդեցություն ունենա։ Այստեղ հարցն անում է, թե ինչ ազդեցություն է ունենում հասարակական կազմակերպությունները եւ արդյոք հասարակական կազմակերպության գործունեությունը թափանցիկ է, ֆինանսավորումը թափանցիկ է, նպատակները թափանցիկ են եւ թափանցիկ են ֆինանսավորողների նպատակները, հա։ Սա է, թե չէ մնացած առումով։ Չէ, կարծում որ ՀԿ սեկտորը առաջվա նման, առաջվա պես նույն ինտենսիվությամբ այսօր չի քննադատում իշխանությանը, այլ քննադատում է իշխանության քննադատներին, ընդդիմադիրներին։ Ոչ բան, գիտեք, ՀԿ սեկտորը տարբեր է։ ՀԿ սեկտորը մինչև 18 թվականը գերակշռապես ընդդիմադիր էր, բայց դա պայմանավորված էր անառողջ վիճակով, որը որ կար երկրում։ Մինչև 2018 թվականը մենք այն ժամանակվա իշխանությունների հետ շատ քիչ համագործակցելու բան ունենք։ Ընդ որում այդ շատ քիչը, որտեղ որ համագործակցելու բան ունենք, համագործակցում ենք։ Լինում էր, որ նույն ոստիկանության ռեֆորմների ռեֆորմա այդպեսին որպես այդպեսին չկար, բայց երբ որ ոստիկանությունը ասում էր ուզում ենք այսինչ բանը դեպի լավը փոխենք, մենք ընդեղ էինք եւ մենք իրանց օգնում էինք։ Պրոստե այս բաները շատ ավելի քիչ էին։ Հիմա համագործակցելու տեղերը շատ ավելի շատ են, որտեղ շատ հարցերում համակարծիք ենք, իշխանությունը ասում են ոստիկանությունում մեծ բան փոխե, մենք էլ ասում ենք օքեյ, մենք էլ բնականաբար փորձելու ենք այդ մեծ բանի փոփոխությանը օգտակար լինել։ Էսա տրամաբանությունը։ Նենց չի որ նախորդ իշխանությունների, չգիտեմ, աչքի վրա ունք կար եւ դրա համար է խնդիրը։ Չէ, նախորդ իշխանությունների գործունեությունն այնպեսին էր, որ նրանց հետ համագործակցելու շատ ավելի քիչ բան կար։ Ինչ վերաբերում է իշխանության քննադատներին քննադատելու մասին, ես չեմ կարծում, որ սա նոր երևույթ է։ Կներեք, ես Նիկոլ Փաշինյանին քննադատել եմ օրինակ 2012 թվականին, երբ որ ինքը ընդդիմադիր էր։ Ես այն ժամանակ 17 թվական, երբ որ ինքը քաղաքապետի տեխնացու էր Երևանի, քննադատել եմ մի շարք իր ծրագրեր, հա, այնց որ ընդդիմադիրին քննադատելու մեջ ինքնին ոչ մի խնդրահարույց բան չկա։ Կարևորը որ այդ քննադատությունը լինի adekvat եւ հասկանալի լինի ինչի համար է քննադատում։ Եվ բայց միաժամանակ պետք է հետեւյալը հաշվի առնել։ Միջև 17 թվական, ներողություն, միջև 18 թվականը Հայաստանում ընտրված իշխանություն չկար։ Իշխանությունը զավթված էր։ Եվ բնականաբար զավթված իշխանության հասցեին բառապաշարը եւ ընտրված իշխանության հասցեին բառապաշարը չի կարող նույնը լինել։ Դե մի բան է, երբ որ ինչ-որ մի խումբ մարդիկ զավթում են, ընտրություն կեղծելով, չգիտեմ, մարտի մեկ անելով, բանելով զավթում են, ասում են մենք ենք ձեզ իշխելու, ուրիշ բան է, երբ որ դա քաղաքացիների ընտրած իշխանությունն է։ Այո, քաղաքացիների ընտրած իշխանությունը եւս պետք է քննադատես, բայց դա պետք է անես շատ ավելի ոնց ասեմ, քաղաքացին խոսքի հասցեատերը պետք է լինեն քաղաքացիներ այլևս։ Այ հարգելի քաղաքացիներ, այն իշխանությունը, որին որ դու ընտրել ես, այս ինչ սխալն է արել։ Հաշվի առ դա հաջորդ անգամ իրանց ընտրել չընտրելու որոշում կայացնելուց։
Եվ դա արդեն լրիվ ուրիշ բառապաշար է ենթադրում, քան երբ որ ինչ որ մեկ է եկել զավթել է ու զավթած լինելով ինչ որ սխալ բաներ է անում։ Այդ ժամանակ քննադատության հասցեատերն էլ, քննադատության տոնայնությունն էլ իհարկե տարբեր է։ Պարոն Իոնիսյան, նշեցիք, որ հիմա ավելի աճել է խոսքի ազատությունը, մարդիկ ավելի ազատ են, անկաշկանդ են հանրային ցույցեր իրականացնելու մեջ, բայց նկատենք, որ նախորդ իշխանության տարիներին տեղի ունեցավ հեղափոխությունը եւ նաեւ խոսքի ազատության մամուլի ազատությանը անդրադարձակ խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ հրապարակվել են թվեր 2025 թվականի տարեկան զեկույցն է հրապարակել խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, որը այսպես ասած մտահոգիչ է թվերը լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ճնշումների եւ խախտումների ընդհանուր թիվը աճել է։ Բացի այդ, մի շարք պաշտոնատար անձանց անուններ կան, որոնք լրագրողներին թիրախավորել են կամ նրանց նկատմամբ անպարկեշտ վերաբերմունք են ցուցաբերել, նրանց թվում են Ալեն Սիմոնյանը, падգամավորներ Անդրանիկ Քոչարյանը եւ Վիլեն Կապրելյանը, նախարար Արսեն Թորոսյանը, ինչպես նաեւ քաղաքապետ Տիգրան Ավինյանը, բայց սրա մասին չի խոսվում, աղմուկ չկա, մինչդեռ նախկինում ամեն դեպքում բաստարով ակցիաներ հաստատ կանեին։ Ինձ թվում է մենք երբեմն այնքան անսովոր ենք ժողովրդավարության դրսևորումներին, որ շատ երևույթներ չենք նկատում։ Մենք չենք նկատում այն, որ նախկինում, ինչի նախկինում իշխանությունները չէին թիրախավորում։ Ես եկեք սկսենք հետևյալից։ Լրագրողներին թիրախավորելը վատ է եւ ես որևիցե մտադրություն չունեմ դա պաշտպանելու եւ դա միայն քննադատելի է։ Բայց առհասարակ ինչի նախկինում հանրապետական իշխանությունները կամ Քոչարյանի ժամանակներում չեն թիրախավորվում լրագրողները, այտենց բանավոր խոսքով չեն թիրախավորվում, որովհետև դրա կարիքը չկար, որովհետև անկախ լրագրողների տիրույթը այնքան սահմանափակ էր, անկախ լրագրողների, ընդդիմադիր լրագրողների, այնքան սահմանափակ էր, հիմնական մեդիադաշտը իշխանամետ լրատվամիջոցներն էին։ Բոլոր TV-ները իշխանամետ էին, համարյա բոլոր ռադիոները իշխանամետ էին, թերթերի զգալի մասը իշխանամետ էին, on-line-ն էլ այն ժամանակ համարյա տարածում չուներ։ Ում թիրախավոր էին, կարիք կար թիրախավորելու։ Թեև այն ժամանակ, երբ որ լինում էր թիրախավորում, այդ թիրախավորումը այնպիսի թիրախավորում էր, որ ոչ մեկի չէի նախանձի։ Ավտո հրկիզել, դալանում ծեծուջարդի ենթարկել, շատ ավելի դաժան թիրախավոր, անձնական տվյալներ հրապարակել, շատ ավելի դաժան թիրախավորումներ էին, քան այդ բանավոր վիրավորական կամ կիսավիրավորական բաները, որ հիմա ենք տեսնում, նորից որևիցե առումով չարդարացնելով այն ինչ որ հիմա է տեղի ունենում, բայց ամեն դեպքում եթե համատում ենք նախկինի հետ, սա շատ ավելի քիչ խնդրահարույց է, քան նախկինում, բայց ես չեմ ուզում նախկինի հետ համեմատեմ, ես ուզում Շվեդիայի հետ համեմատեմ, որտեղ նախկինի հետ համեմատելուց համեմատելու ենք նախկինի հետ, տեսնենք ընդդիմադիր TV չկար, ընդդիմադիր լրատվամիջոցները կամ անկախ լրատվամիջոցները շատ սահմանափակ էին, երբ ուզում էին ընդհանրապես այդ անկախ լրատվամիջոցների փակում էին, օրինակ երբ որ մի հատ լավ ջիգարով ընտրություն էին կեղծում, այդ ընտրություն կեղծելուց հետո ընդհանրապես անկախ մամուլը փակում էին, ասում էին 20 օր ընդհանրապես ոչ մի ծպտուն չհանեք, տներից դուրս չգաք։ Ես չեմ ուզում այդ ժամանակների հետ մենք համեմատվենք։ Ես ազնվությամբ չեմ ուզում, ես ուզում եմ մենք համեմատվենք Շվեդիայի հետ, որպեսզի ձգտենք դեպի Շվեդիա եւ ոչ թե ձգտենք դեպի պայմանական, չգիտեմ, 2008 թիվ։ Շվեդիայի հետ երբ համեմատում եք Հայաստանը, ինչ իրավիճակում է, ընդհանրապես պատկերը ինչի մասին է խոսում, ինչ պատկեր ենք ունենում։ Գիտեք, ինձ թվում է հիմնական ամենամեծ խնդիրը, որը մենք ունենք, Շվեդիայի, Դանիայի կամ Շվեյցարիայի հետ համեմատելիս էլի, դա հանրության պատկերացումներն են, հանրության քաղաքացիական կրթվածության մակարդակն է, դա ընդհանուր կրթվածության մակարդակն է, եւ շատ խնդիրները ստեղից են սկսվում, որովհետեւ եթե Հայաստանի հանրությունը լինի այնքան կրթված, այդ թվում քաղաքացիական կրթվածության կոնտեքստում էլ ինչքան ասենք Դանիայի հանրությունն է, ոչ լրատվամիջոցներով հանրությանը խաբել կլինի,
շատ ավելի քիչ էֆեկտիվությամբ։ Ոչ ընտրություն կեղծել կլինի, ոչ ապօրինություն անել կլինի, ոչ մի, հասկանում եք, ոչ իշխանություն զավթել կլինի, ոչ այդ երևույթները չեն կարողանա ուղղակի լինել։ Ես ձեզ Ուկրաինայի հետաքրքիր sense մի օրինակ բերեմ։ Ուկրաինան բոլորիս մոտ ասոցացվում է պատերազմի ռմբակոծությունների հետ, չէ, եւ թվում է թե ամեն ինչ Ուկրաինայում դրա շուրջ է։ Անցյալ ամառ, երբ որ Ուկրաինայի իշխանությունները փորձեցին սահմանափակել հակակոռուպցիոն մարմինների անկախությունը, ոչ թե փակել հակակոռուպցիոն մարմինները, այլ սահմանափակել իրենց անկախությունը։ Իսկ հակակոռուպցիոն մարմինները Ուկրաինայում բավականին անկախ են, էլի։ Մի շարք քաղաքներում ռուսական ռմբակոծություններին իհեճուկս կամ դրանց տակ մարդիկ դուրս եկան ցույցի եւ ցույցերով ստիպեցին իշխանություններին չգնալ այդ քայլի։ Գերագույն Ռադան արդեն ընդունել էր օրենքը, Զելենսկին արդեն ստորագրել էր օրենքը անկախություն զրկելու, ցույցերով ստիպեցին այդ օրենքը հետ ընդունել եւ չզրկել հակակոռուպցիոն մարմինների անկախությունը, որովհետեւ քաղաքացիները հասկանում են, որ հակակոռուպցիոն մարմինների անկախությունը շատ պետքական է։ Շատ ցավով մի հարց տամ ձեզ։ Հայաստանում հակակոռուպցիոն մարմինների անկախության համար, որ այդ անկախությունը ավելանա, կամ այդ անկախությունը ենթադրենք չպակասի, քանի մարդ դուրս կգա ցույցի։ Ոչ մեկ ինձ չասի, որ Հայաստանը ավելի մեծ խնդիրներ ունեն, Հայաստանում եւ ոչ մեկ չասի, որ Հայաստանի քաղաքացիները ավելի շատ խնդիրներ ունեն կամ Հայաստանի հասարակությունը շատ խնդիրներ ունի, քան Ուկրաինայի հասարակությունը, էլի խոսքը նախկինի մասին չի, խոսքը անցած ամառվա մասին է։ Այսինքն հասարակությունը պետքա, իհարկե ճիշտ եք ասում, հասարակությունը իրազեկված չի, քաղաքացիական կրթության հարցն է, մի շարք հարցեր կան եւ սրա արդյունքն է։ Եվ դրա համար ես ասում եմ մեր հիմնական խնդիրը հասարակությանը զարգացնելն է։ Հասարակությանը որ զարգացնենք, հասարակությունը նաև տարբեր մանիպուլյացիաների ընտրվելուն այլևս դժվար կլինի հասարակությանը մանիպուլյացիաներով, պոպուլիզմով։ Ներք որպեսզի պատկերացնենք Շվեյցարիայում մակարդակը քաղաքացիական կրթության, տարիներ առաջ Շվեյցարիայում հանրաքվեեր դրվել բոլոր քաղաքացիներին ամսական, եթե ճիշտ կհիշեմ, մոտ 2700 ֆրանկ, որը մոտարապես $1.1, եթե ասենք մոտ $2700, ուղղակի ամսական վճարելու համար։ Այսինքն հանրաքվեեր դրվել եւ մարդիկ պիտի գնային ընտրական տեղամասերում քվեարկեին։ Կողմ են արդյոք, որ ամեն քաղաքացի ամեն ամիս 2700 ֆրանկ ստանա։ Եվ մարդիկ դեմ քվեարկեն, իհարկե եղան կողմ քվեարկողներ, բայց ընդհանուր չանցավ, ընդհանուր ավելի շատ մարդ դեմ քվեարկեց, դեռ մարդիկ ասում են ոնց, հիմա եթե որտեղ ասում են սա պոպուլիզմ է, եթե սարան կողմ քվեարկենք եւ սա անցնի եւ բոլորը սկսեն գումար ստանալ, մարդիկ ավելի քիչ մոտիվացված կլինեն աշխատելուն եւ տնտեսությունը կտուժի։ Ու գնացին մարդիկ շվեյցարացիք իրանք ձեռով դեմ քվեարկեցին ամսական 2700 ֆրանկ ստանալուն։ Ու ինչքան հարուստ չլինեն, ամիս 2700 ֆրանկը մեղմ ասած փողոցում գցած փող չի, էլի, նույնիսկ շվեյցարացիների համար։ Այդ դա է զարգացած հասարակությունը։ Դա է որ մեզ ամենաշատն է պակասում, էլի, որտեվ եթե նախկինում մենք ունեինք երկու խնդիր, ունեինք կոնֆլիկտ, պատերազմ, որ անընդհատ sense արյուներ քամում, եւ ունեինք հասարակություն, որը դեռ այդ սովետական ժառանգությունը տանում է եւ այդ շատ բաների նայում է միջև հիմա ՍՄԿԿ պատմության դասերի ժամանակ սովորածի կոնտեքստում հիմա ոնց որ թե արդեն կոնֆլիկտը գոնե տենց արյուն չի քամում եւ կարեւոր է եւ այդ ժողովրդավարության զարգացման կոնտեքստում հիմնական խնդիրը հենց հասարակության զարգացնելն է։ Transparency International հակակոռուպցիոն կենտրոնը կոռուպցիայի ընկալման համաթվի նվազում արձանագրեց, բացատրելով, որ բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավմամբ կոռուպցիան շատացել է, բայց ելի կարծես ՀԿ-ները սա նորմալ են դիտարկում եւ ՀԿ սեկտորը առաջվա ինտենսիվությամբ ելի չի քննադատում։ Հարմարվել է արդեն այս ամենին, դուք ինչպես եք բարձրաբանում, ինչ բացատրում կտաք։ Transparency International-ը ձեր ասած ՀԿ-ներից մեկն է, որ ասում եք ՀԿ-ները դրան իհարկե նորմալ չենք վերաբերվում եւ այստեղ հետեւյալն է հարցը, այդ ռեգրեսը որ կա եւ առհասարակ ստագնացիան, որը կա հակակոռուպցիոն բարեփոխումներում, այդ ստագնացիան բավականին խնդրահարույց է, որովհետեւ արդեն
2021 կարծեմ թվականից այդ ստագնացիան, 20-21 երևի թվականից այդ ստագնացիան, տենց մի քիչ վերև 2018 թվական կտրուկ վերելք եղավ, կտրուկ բարելավում եղավ ցուցանիշի, 18-19 20-21-ից սկսեց ստագնացիա, այդ ստագնացիան շատ վատ է, որովհետև կտրուկ եղան մի շարք փոփոխություններ, բայց հետո կոռուպցիոներներ ճիշտ է, մի շարք տեղերից կոռուպցիան դուրս է եկել եւ այդ դուրս է եկել անվերապ, բայց այդ միջին բարձր մակարդակի կոռուպցիոներները սկսել են ադապտացվել նոր իրականության եւ դրա համար գիտեք սա գող ոստիկան բանի նման է, հա, գողերը ինչ որ մեթոդով գողություն են անում, ոստիկանները այդ մեթոդի դեմը առնում են, գողերը ուրիշ մեթոդով են սկսում բանան։ Այո, կարևոր է որ ոստիկանները շատ հետ չընկնեն։ Հենց ոստիկանները տեսնում են որ գողերը այս մյուս մեթոդով են արդեն գողություններ անում, շատ արագ այս մեթոդի դեմն էլ առնեն, էլի։ Եվ այդ կոնտեքստում կոռուպցիայի դեմ պայքարը բավականին հետ է անգնում, երբեմն ավելի դանդաղ է, քան այդ կոռուպցիոն նոր բաների զարգացումը, էլի։ Եվ այստեղ ես ուզում եմ ընդգծել, որ խոսքը միայն իրավապահ պայքարի մասին չի։ Եվ եթե դուք նայեք նույն Transparency International Index-ը եւ առհասարակ միջազգային կառույցների ռեկոմենդացիաները, այնտեղ շատ ռեկոմենդացիաներ ոչ քրեական ոլորտում են, այնտեղ կանխարգելման ոլորտում կա, օրինակ այն որ ազգային ժողովը էթիկայի հանձնաժողով չունի, դա մեր այդ կոռուպցիա ինդեքսի վրա բացասաբար անդրադարձող բան է, ասենք մի շարք բաներ կան, բայց այդ թվում նաև քրեական արդարադատություն, որտեղ քրեական արդարադատության մեխանիզմները Հայաստանում ամենաթույլն են։ Օրինակ եթե դուք նայեք գնումների ոլորտում կոռուպցիայի հետ կապված խնդիրները, միջազգային ռեյտինգները եւ այդ ռեյտինգներում Հայաստանի դիրքը ինչի է ոչ շատ բարձր, այնտեղ կտեսնեք որ բոլոր կոնտեքստներում լավն է, օրենսդրությունը լավն է, լավն է, բայց այն որ միջև հիմա ոչ մեկ չի դատվել գնումների ոլորտի կոռուպցիայի համար, անկախությունից ի վեր։ Այդ դա բացասական է գնահատվում, որտեղ դա երկու բացատրություն ունի, էլի կամ այնքան իդեալական ամեն ինչ որ այդ ոլորտի հանցագործություն չի ունենում, կամ եւ ինչը որ մեր դեպքում է, էտենա որ գնումների ոլորտում քրեական գնումների ոլորտի հանցագործությունների դեմ, կոռուպցիոն հանցագործությունների դեմ քրեական արդարադատության մեխանիզմները չեն կարողանում գործել։ Հայաստանում քրեական արդարադատության էֆեկտիվությունը շատ ցածր է եւ դա անդրադառնում է կոռուպցիայի վրա, այդ թվում ոչ միայն կոռուպցիայի վրա, նաև ընդհանուր հանցավորության վրա, բայց կոռուպցիայի վրա առաջին հերթին, որտեղ բոլոր կոռուպցիոներները որպես կանոն բավականին խելոք, բավականին շատ լավ գիտեն, տենց միջին բան էլի, տենց միջին կարգի խուլիգան չեն էլի, որ ինչ որ խուլիգանություն անեն, բարեկը գա տենց բռնի։ Փորձառու են, լավ փաստաբաններ ունեն, բայց այո, իրանք լավ փաստաբաններ ունեն, իրավապահներն էլ պետք է լավ քննիչներ ունենան։ Սա է կոնցեպտը։ Շատ լավ, պարոն Իոնիսյան, անդրադառնանք նաև սպասվող համապետական ընտրություններին եւ ընտրական գործընթացին։ Դուք մշտապես դիտարկումներ եք իրականացնում ամեն ընտրությունից հետո եւ կարծում եմ այս անգամ բացառություն չեք անելու համապետական ընտրություններին, որը տեղի է ունենալու հունիսի 7-ին։ Ինչ սպասել, ինչ գործընթացի սպասել եւ ինչ է կարծում, արդյոք բոլոր թեկնածուները, որոնք առաջադրվել են, հավասար պայմաններում են մասնակցում այդ ընտրությանը։ Միանգամից ասեմ վերջի հարցի պատասխանը ոչ, իհարկե ոչ։ Բայց կամ ավելի ընդլայնված պատասխանով, հա մենք անկախ դիտորդի մեր գործընկեր կազմակերպությունների հետ միասին արդեն իրականացնում ենք ընդլայնված երկարաժամկետ դիտորդությունը։ Նախորդ անգամների ի տարբերություն, երբ որ մենք իրականացրել ենք դիտորդություն ֆորմալ նախընտրական քարոզարշավը սկսելու պահից կամ դրանից ասենք 1-2 շաբաթ առաջ, այս անգամ մենք սկսել ենք քարոզարշավը սկսելուց 2 ամիս առաջ, որտեղ փաստացի քարոզչությունը արդեն իրականացնում են կուսակցությունները։ Եվ մենք արդեն բոլոր մարզերում ունենք դիտորդներ, հավատարմագրված, որոնք որ աշխատում են եւ հետեւում են իրադրությանը։ Եվ մյուս տարբերությունն այն է նախորդ ընտրություններից, որ եթե նախկինում մենք դիտարկում էինք միայն Հայաստանի սահմաններից ներս տեղի ունեցող երևույթները, ապա այժմ մենք դիտարկում ենք նաև
մի շարք այլ երկրներում տեղի ունեցող երևույթներ, որոնք ազդեցություն են ունենում Հայաստանում ընտրությունների վրա, մասնավորապես Վրաստանում եւ Ռուսաստանում որոշ երևույթների մենք հետևում ենք եւ այդ մասով ենք դիտարկումներ իրականացնում, դիտորդություն իրականացնում, իհարկե ոչ ավանդական ձևերով, հա, այտենց ես պետք է ասեմ, որ չէ, մրցակցային պայմանները հավասար չեն, որովհետեւ ինչքան էլ որ օրենսդրությունը բարելավված չլինի, իսկ օրենսդրությունը բավականին բարելավված է, միևնույնն է այդ օրենսդրությունը ճիշտ է ավելի քիչ, բայց խախտելու հնարավորություններ պահպանված են եւ մենք տեսնում ենք, որ դա տեղի ունենում։ Մասնավորապես մենք տեսնում ենք, որ որոշ ուժեր առերևույթ խախտում են ֆինանսավորման կարգի հետ կապված կարգավորումները, այսինքն իրականացնում են ինչ-որ մեկ աղբյուրից ֆինանսավորում այնինչ մեկ մարդ չի կարող որևիցե կուսակցությանը, նույնիսկ եթե ինքը այդ կուսակցության նախագահն է եւ միլիարդատերակապ չունի, մի մարդ չի կարող մի կուսակցությանը տա ավել քան 10 միլիոն դրամ տարեկան, մենք առերևույթ տեսնում ենք, որ դա խախտվում է, մենք տեսնում ենք վարչական ռեսուրսի չարաշահման որոշ դրսևորումներ, նորից այդ դրսևորումները չեն, որոնք կային մինչև 18 թիվը, բայց մեկը կան եւ մեկը երբեմն ընդ որում քրեական օրենսգրքով արգելված արարքներ ենք տեսնում, վաղ շաբաթի դեպքում տեսել ենք եւ դրանց հետ կապված օրինակ դատվում ենք իրապահ մարմինների հետ պահանջելով, որ քրեական հետապնդում անեն, իմիջիայլոց դատերից մեկով արդեն վերջնականապես հաղթել ենք եւ պետք է քրեական վարույթ նախաձեռնվի հենց վարչական ռեսուրսի մասով ստեղ էլ խնդիրներ կան եւ իհարկե ամենաբան խնդիրը էտն է, որ Ռուսաստանը կոնկրետ գործողություններ է կատարում, որպեսզի ազդի Հայաստանի ընտրությունների վրա եւ սա եւս մրցակցության արդարության մրցակցական, ինչպես ասում եք, հավասար պայմանների վրա իհարկե իր ազդեցություն ունենում է։ Պարոն Իոնիսյան, մեջբերեցիք Ռուսաստանի գործոնը այստեղ, Ռուսաստանի ազդեցությունը, տեսեք, ԵՄ-ի պաշտոնյաները նշել էին, որ Մոլդովայի օրինակով պետք է տեղի ունենա Հայաստանում, սա Հայաստանի ներքին կյանքին են կարծես թե միջամտում արդեն ընտրություններին, դուք այդպես չեք դիտարկում, որովհետև եթե Ռուսաստանի Դաշնությունից մի լրագրող, մի պաշտոնյա անդրադառնա Հայաստանի ընտրություններին, Հայաստանի ներքին կյանքին, ապա միանգամից կասեմ, որ Ռուսաստանը միջամտում է Հայաստանի ներքին կյանքին ընտրություններին, փորձում է իր գործակալին այստեղ բերի, ինչ կարծեք դուք։ Տեսեք, խոսքը մի լրագրողի կամ ինչ-որ մի պաշտոնյայի հայտարարությունների մասին չի։ Ռուսաստանը փորձում է հիբրիդային գործիքակազմով միջամտել Հայաստանի ընտրություններին, այնպես ինչպես միջամտել է Մոլդովայի ընտրություններին, բայց գործիքակազմի որոշակի տարբերություններ մենք տեսնում ենք։ Այդ տարբերությունները պայմանավորված են այն տարբերություններով, որոնք որ կան Հայաստանի եւ Մոլդովայի միջեւ, օրինակ Մոլդովան ունի պրոբլեմատիկ ռեգիոններ, ինչպիսին է Տրանսնիստրիան կամ Գագաուզիան, Հայաստանը օրինակ պրոբլեմատիկ ռեգիոններ չունի։ Մոլդովան Ռուսաստանից աշխարհագրորեն ըստ էության բավական հեռու է, այսինքն Ռուսաստանից Մոլդովա ընտրող տանելը օրինակ բավական մեծ գլխացավանք է, էլի։ Հայաստանի դեպքում շատ ավելի հեշտ է, որտեղ համողող թռիչքներ կան, համ էլ ավտոյով Ռուսաստանի շատ շրջաններից հասնելը մեծ պատմություն չի։ Բայց մնացած առումով բավական նման է, մենք տեսնում ենք ապատեղեկատվության արշավներ, մենք տեսնում ենք ֆեյքերի ֆաբրիկաներ, մենք տեսնում ենք կազմակերպված ֆեյքերի ֆաբրիկաներ, օրինակ Պրիգոժինի ստեղծած ֆաբրիկան, հայտնի Պրիգոժինը, որը ուրիշ պատմություններով էլ է հայտնի, բայց ինքը ֆեյքերի ֆաբրիկա ուներ Սանկտ Պետերբուրգում, եւ այդ ֆեյքերի ֆաբրիկան օրինակ նախկինում Հայաստանում մենք իր գոյության մասին իմացել ենք, դա հայտնի էր, բայց այլ երկրներում էին գործում, Հայաստանում իրանք սկսել են գործել մոտավորապես օգոստոսից, անցած տարվա։ Մենք տեսնում ենք հիմա Ռուսաստանում հայազգի բիզնեսմենների նկատմամբ ճնշումներ, պարտադրանք, օրինակ իրենց ենթակա աշխատողներին պետք է ուղարկեն Հայաստան, պետք է ընտրակաշարք տան եւ այլն։ Մենք տեսնում ենք տարբեր հիբրիդային օպերացիաներ, մենք տեսնում ենք Ռուսաստանից Հայաստան ուղարկված Արբաց ստորաբաժանման, ուրեմն այդ խումբը, որը այնտեղ
պատրաստվել էր եւ ուղարկվել էր Հայաստան ագրեսիվ գործողությունների մասնակցելու համար։ Կար հասարակ տեսնում ենք, որ Ռուսաստանը մի շարք գործողություններ է կատարում, որ Հայաստանում այն լավ ավանդույթը, որը մենք ունենք, որը ենթադրում է բռնությունից զերծ քաղաքականություն։ Մեր Հայաստանում ցույցերը բռնությամբ չեն կամ շատ ցածր բռնության մակարդակով են նույնիսկ ժողովրդավարական երկրների համեմատ, ընդ որում դա նոր չի առաջացել, էլի, այդ մի 10 տարի է այդ ավանդույթը կա ոչ շատ լավ։ Էլեկտրիկ Երևանից սկսած այդ կա։ Ներողություն, Ռուսաստանը փորձում է ակտիվ միջոցներ ձեռնարկել, որպեսզի այդ ավանդույթները խախտվեն։ Եվ այդ կոնտեքստում օրինակ ես համարում եմ շատ հնարավոր է, որ ԱԱՑ-ի շենքի երկիզումը հենց դա էր, որտեղ մենք այլ տեղերում տեսել ենք հիբրիդային օպերացիաների որպես ապացուցված կոմպոնենտ երկիզումների դեպքեր։ Ռուսաստանը փորձում է տարբեր տեղեկատվական օպերացիաներ անել, չգիտեմ, Ամասիա եկած ադրբեջանցիներ եւ այլն, որ ապահովության բացակայության տպավորություն ստեղծի։ Ռուսաստանը մի շարք այլ գործողություններ անում, որոնք որ հստակ հիմք են տալիս, որ միջամտություն անում։ Ինչ անում Եվրոպական միությունը, Եվրոպական միությունը փորձում է Հայաստանին աջակցել Ռուսաստանի միջամտությունից պաշտպանության կոնտեքստում։ Եվրոպական միությունում, Եվրոպայում, կներեք, չէ, որովհետև կներեք կարող է Բրյուսելը ֆինանսավորում է լրատվամիջոցների, որոնք ապատեղեկատվություն են տարածում Հայաստանի մասին։ Կարող է, չգիտեմ, Լյուքսեմբուրգում ընտրող հայ բիզնեսմեններին հավաքում են կամ չգիտեմ, Ֆրանսիայում հայ բիզնեսմեններին հավաքում են, ասում են այ ձեր ենթական աշխատողներին, ովքեր Հայաստանի քաղաքացի է, պիտի մարդը, չգիտեմ, այսքան եվրո տակ ու գնան Հայաստան անպայման քվեարկեն, թե չէ ձեր բիզնեսները փակելու ենք։ Եվրոպայում հասարակ չի կարա հատուկ ծառայություն ինչ որ մեկին գա ասի, սենց արա թե չէ քո բիզնեսը փակում եմ, ոնց որ դա հասարակ չի կարա լինի Եվրոպայում։ Եվ այս կոնտեքստում ինձ թվում է շատ կարևոր է մենք հասկանանք մոտիվները։ Առաջին իհարկե դա այն է, որ ամեն երկիր ուզում է շրջապատված լինի իր նման ռեժիմներով, ժողովրդավարությունները ուզում են, որ նրանց հարևանությամբ լինեն ժողովրդավարություններ, բռնապետությունները ուզում են, որ նրանց հարևանությամբ լինեն բռնապետություններ։ Շատ նորմալ ցանկություն է միջելուց։ Հա, չեմ կարծում, որ օրինակի համար Գողը ուզում է ապրի մի շենքում, հանցագործը ուզում է ապրի մի շենքում, որտեղ մնացած բոլորը ոստիկան են, կամ ոստիկանը ուզում է ապրի մի շենքում իր ընտանիքի հետ, որտեղ մնացած բոլորը հանցագործ են, էլի։ Այդ նորմալ ցանկություն է, որ բոլոր երկրները ուզում են իրենց նման ռեժիմներով շրջապատված լինեն, եւ երկրորդը դա է նա, որ վերջին տարիներին Հայաստանում ակտիվ քայլեր են արվում Ռուսաստանից կախվածությունները պակասեցնելու ուղղությամբ, էլ բանակի նատոյա ստանդարտիֆիկացում, էլ բանակի սպառազինության ուղղությամբ, էլ սահմանապահ զորքեր, էլ ցորենի ներմուծում, էլ ատոմային էներգետիկա, էլ չգիտեմ, երկաթգծերի թեմայա բացվել, էլ ամենակարևորը խաղաղ Ռուսաստանի հիմնական ճնշման լծակը Հայաստանի եւ Ադրբեջանի վրա կոնֆլիկտն էր, եւ կոնֆլիկտի նվազեցումը եւս եւ Ռուսաստանը այդ ազդեցության գործիքները կորցնում է ինտենսիվորեն եւ իրանք շատ ուժեղ մոտիվացված են այդ ընթացքը կասեցնելու։ Պարոն Իոնիսյան, ձեր խոսքում նաև նշեցիք Արբաթի մասին, որպես հիշեցում ուզում եմ ասել, որ Արբաթը 44 օրյա պատերազմի ժամանակ է իր աջակցությունը առաջարկել եւ նշեմ, որ Արբաթում հիմնականում հավանաբար տեղյակ եք, որ հայեր են, մասնավորապես արցախցիներ են ներգրավված եւ պարզապես իրենց աջակցությունն են փորձել ցուցաբերել Արցախին, արցախայության եւ ընդհանրապես Հայաստանին, սակայն Հայաստանը մերժել է։ Այստեղ ռուսական գործոնի չգիտեմ։ Դե Հայաստանը առաջարկել են Պարսչի ինչ են առաջարկել եւ Պարսչի ինչն է մերժել, բայց մի բան հստակ է, որ Արբաթում վերբովկա է ներել Հայաստանից մարդկանց, այդ մարդկանց այդ մոռացա այդ սարքի անվանումը, հա, որ ստուգում է մարդ ճիշտ է ասում, թե սուտ է ասում, պոլիգրաֆով մի հատ ստուգել են, որ համոզվեն, որ այդ մարդիկ Հայաստանի իրապահների հետ կապ չունեն, սովորացրել են քաղաքային մարտերի, այսպես ասած CQB, close quarter battle, եւ ուղարկել են Հայաստան, որպեսզի Հայաստանում այդ մարդիկ զինված հեղաշրջման մասնակցեն։ Փաստեր ունեք դուք։ Քննչական կոմիտեն հրապարակել էր այդ բոլոր փաստերը։ Եվ ընդ որում այդ խումբը բացահայտվել է նրա շնորհիվ, որ այդ խմբի ծառայողներից մեկը ոնց որ ուշքի է եկել եւ դիմել է իր ապահներին։ Այդպիսի քանի հատ էլ խումբ կա, որ չեն բացահայտվել, մենք չգիտենք։ Եվ մի բան էլ էլի, եկեք մի բան էլ հաշվի առնենք, երբ որ մենք խոսում ենք ռեսուրսների մասին, հաճախ այդ փաստարկը լսում ենք, բա Ռուսաստանը, բարձրակ այդքան ռեսուրս կծախսի
Ժողովուրդ Ռուսաստանը Ուկրաինայում մի հատ գյուղի ավիրակներ գրավելու համար այնքան ռեսուրս է ծախսում, որ մի ամբողջ երկիր, 3 միլիոնանոց երկիր, 30,000 քառակուսի կիլոմետրանոց Իրանով անելու համար պատկերացրեք ինչ մեծ ռեսուրսներ պատրաստ կլինի ծախսել։ Նենց որ այդ Ռուսաստանի մոտիվացիաները շատ հստակ են եւ այն որ Ռուսաստանը ամեն կերպ փորձում է նաև ռադիկալիզացնել, փորձում է նաև ընտրությունների նկատմամբ անվստահություն ձևավորել, ընտրությունների վերաբերյալ ապատեղեկատվություն տարածել, ընտրախախտում չհանդիսացող բանը որպես ընտրախախտում ներկայացնել, ընտրախախտում հանդիսացող, բայց ընտրակեղծիք չհանդիսացող բանը որպես ընտրակեղծիք ներկայացնել, հա, դա էլ երևույթ է, որը Ռուսաստանի հետ աֆիլիացված խմբերը դա կազմակերպված ձևով անում են։ Նաև անդրադարձակ Եվ մենք տեսնում ենք, հա, ինչպես այն ինչ-որ մի հատ ապատեղեկատվություն գեներացում, ինչպես են ռուսամետ կանալներ, որոնք օրինակ Telegram ալիքներ կամ այլ աղբյուրներ, որոնք որ հստակ աֆիլիացված են Ռուսաստանի հետ, Ռուսաստանի իշխանությունների հետ ինտենսիվորեն դա տարածում։ Ոնց այդ սաղն հենց պարզ երևում է, որ մեծ հաշվով իրանք դա մտածում են, դա չեն էլ թաքցնում, ճիշտ է, հերքում են, բայց չեն էլ թաքցնում։ Խոսեցիք վարչական ռեսուրսների չարաշահման մասին եւ նաեւ ուզում եմ այս համատեքստում անդրադառնալ ԿՊ-ի վերջին շրջանում շաբաթ-կիրակի օրերին, երբ ներկուսակցական քարոզ են իրականացնում, սակայն կա կարծիք, կա տեսակետ, որ ներկուսակցական քարոզի տակ փաթեթավորված է ընտրություններին ընդառաջ քարոզ արշավը, որովհետեւ ուրախ ավտոբուսով բարբերաբար այցելություններ են կատարում, հանդիպում են քաղաքացիների հետ եւ կնկատեք, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ բարբերաբար շեշտում է, որ թոշակները բարձրացվել են, հետ վճար է ստանում եւ նաեւ հիշատակում է ապահովագրության անվճար դեղամիջոցները ստանալը եւ անվճար բուժումը։ Սա ինչպես է գնահատում դուք։ Մաքուր քարոզարշավ։ Սա մաքուր քարոզարշավ։ Այստեղ անելու դուք ոչինչ չունեք։ Տեսեք, ընդհանրապես ընդունված է ասել, որ կուսակցությունները սկսում են քարոզարշավը նախորդ ընտրությունների հաջորդ օրը։ Եվ դա նորմալ է, քանի դեռ դա չի ընդհանրում ապօրինություն, քանի դեռ դա չի ընդհանրում կարգավիճակի կամ ինչ որ չարաշահումներ, հա, ուրիշ առումով լրիվ նորմալ է, որ ասած ասեմ, լրիվ նորմալ երևույթ է, որ կուսակցություն զմա իշխող կուսակցություն զմա չիշխող կուսակցություն լինի, որ կուսակցություն քարոզարշավ անում։ Ասեմ ավելին ինձ զարմացնում են այն կուսակցությունները, որոնք ընտրություններին մտադիր են մասնակցել, բայց քարոզարշավ չեն անում։ Բայց այս առումով շատ կարևոր է, որ այդ քարոզարշավը Բայց ընդդիմադիրների դեպքում կդիտարկվի որպես խախտում։ Ինչի՞։ Ում կողմից պետք է դիտարկվի։ Չէ, իսկապես, չէ, կներեք, ուժեղ Հայաստանն էլ ավտոբուսներով շրջում են, չէ։ Ով է իրանց թարս խոսք ասում դրա համար։ Չէ, նորմալ է։ Դա առումով, չէ, լրիվ նորմալ է։ Նորից եմ ասում, քարոզչությունը արգելված չի այժմ։ Քարոզչությունը արգելված է մենակ ընտրությունների օրը եւ դրան նախորդող, այսպես կոչված լռության օրը։ Քարոզչությունը կանոնակարգված է նախընտրական քարոզարշավի փուլում։ Շատ ավելի կոնկրետ խաղի կանոններ կան։ Մայիսի 8-ից սկսած լինելու են շատ կոնկրետ խաղի կանոններ։ Հիմա խաղի կանոնները շատ ավելի մեղմ են։ Իմջալուց դա վատ է, էդ էլ արժի հետագայում կարգավորել, բայց կարգավորումները հիմա հետևելն են։ Այս պահին քարոզչությունը արգելված չի, կարգավորումները ավելի մեղմ են, մեծ հաշվով ուղղակի կարևոր է հետևել, թե ով է ֆինանսավորում այդ քարոզչությունը եւ որ կուսակցությունները դրա իրենց հաշվից անեն, որտեղ կուսակցություններին աջակցելու, նյութապես աջակցելու կարգավորումներ կան եւ այդ կարգավորումները չխախտվեն, այդ թվում բնեղենով աջակցելու, հա, եւ երկրորդը դա այն է, որ այդ ընթացքում ուրիշ խախտումներ չլինեն, չի, վարչական ռեսուրս չարաշավի, շաբաթ կիրոկի օրը քարոզարշավ են անում ԿՊ-ն, նորմալ է, հա, բա ինչ որ տենց էլ պետք է անեն։ Ես նորից եմ ասում, զարմացնում են այն կուսակցությունները, որոնք մտադիր են մասնակցել ընտրություններին, բայց քարոզչություն չեն անում։ Այ դա զուտ զարմանում եմ, ուրիշ բան չէ, ոնց որ իրանց գործն է իհարկե, բայց իսկ նենց նորմալ է, եւ ոչ նորից եմ ասում, նորմալ է ոչ միայն ԿՊ-ի առումով, այլ նորմալ առնվազն ուժեղ Հայաստանն էլ է դա անում, որոշ ուրիշ կուսակցությունների մասով էլ մեր դիտորդները մարզերում տեսել են, եւ դա լրիվ նորմալ է։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որևէ խախտում չի արձանագրում, քանի որ նախագահը ԿՊ հիմնադիրներից է, վարչության անդամ է եւ դուք սրա մասին եւս խոսել եք, կարող ենք վստահ լինել, որ ընտրություններին չի կիրառվի վարչական ռեսուրս եւ պետական համակարգը չի ներգրավի ընտրական գործընթացում ԿՊ-ի օգտին եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ չի լարի այս ամենի վերաբերյալ։ Գիտեք, ընտրախախտումների վրա կենտրոնական ընտրական հանձնաժողովի աչք փակելը հին ու բարի ավանդույթ է, որի դեմը չեն կարողանում առնել։ Եթե կարճ sense։ Այդ ավանդույթը չեն կարողանում ջարդել, որում չեն կարողանում ջարդել տարբեր պատճառներով։ Այդ ավանդույթը ոչ միայն ես ձեզ ասեմ, ոչ միայն իշխանամետության արդյունք է, նաև իշխանամետության խնդիրը կա, բայց ոչ միայն դրա արդյունք է, այլ նաև իրանց ինստիտուցիոնալ մոտեցումների արդյունք է։ Ձերքներից բարձրացնում եք։ Գիտեք, կենտրոնական ընտրական հանձնաժողովը մեծ հաշվով իրան դրել է կազմակերպչական մարմնի տեղ։ Թող ինձ ներեն, ես դա իրանց եմ ասել, սահմանադրական կարգավիճակով կազմակերպչական մարմնի տեղ։ Նոր չի դրել, շատ վաղուց է դրել, շատ վաղուց, հա, մի 20 տարի առաջ առնի, ես ինչքանից հիշում եմ, հա, բայց դա շատ վատ է, որտեվ կենտրոնական ընտրական հանձնաժողովը շատ լուրջ ֆունկցիաներ ունի։ Երբ որ մենք վաղար շաբաթում տեսանք, որ կան դիտորդներ, որոնք ուղղակի զբաղված են քարոզչությամբ, ուղիղ քարոզչություն են անում, եւ դրա հետ կապված դիմեցին կենտրոնական ընտրական հանձնաժողով, կենտրոնական ընտրական հանձնաժողովը արեց ամեն ինչ, որպեսզի չարձանագրի խախտումը, նույնիսկ դիտորդների հետ կապված խախտումը, որում կապ չունի ում հետ կապված, որպեսզի խախտումը չարձանագրեն, որպեսզի հետո այդ արձանագրածի հիման վրա ընտրությունների վիճարկման բանի հարց չառաջանա, չեմ ուզում ես դետալների մեջ շատ մտնեմ, շատ ձեր դիտողներին, հա, դիտողներին, ընթերցողներին այս դետալներով բանանել, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ կապված մենք լուրջ խնդիրներ ունենք, կենտրոնական ընտրական հանձնաժողովը որպես սահմանադրական մարմին Հայաստանում կայացած չի, այդ շատ մեղմ ասեմ, էլի, ոնց ասեմ։ Չկա, կազմակերպչական մարմին է, որպես կազմակերպչական մարմին, որում էլի ավանդաբար, էլի վաղուց շատ լավ է։ Որպես կազմակերպչական մարմին Հայաստանի ԿՀ-ն շատ ավելի լավ է, քան ասենք Վրաստանի ԿՀ-ն, մի շարք այլ երկրների ԿՀ-ն, թող չնեղանան այդ մյուս երկրները։ Ընդ որում նորից եմ ասում, դա էլ նոր չի, դա էլ միշտ եղել է, բայց որպես ընտրությունների բովանդակային որակին հետևող մարմին ԿՀ-ն համարյա չկա։ ԿՀ-ն համարյա չկա։ Ընդդիմադիր ուժերին ԿՊ-ն ընտրություններից առաջ ընտրակաշարքի մեղադրանքները առաջադրում տարբեր մեղադրանքներով նաև բանտարկում է, հա, փորձում է լրացնել, վերջին դեպքն էլ կհիշեք 6 տարի քնվող գործից հետո Գագիկ Ծառուկյանը արդարացվեց։ Դուք ինչպես եք վերաբերվում այս ամենին, որ կարծես թե իսկապես ընդդիմախոսներին փորձում են այս կամ այն կերպ լրացնել։ Գիտեք, ես պետք է ասեմ, որ նախ ձեր ասածը մի քիչ իրար հակասում էր, որտեղ մի կողմից աստիկ իշխանությունները փորձում են լրացնել, մյուս կողմից որ Էլիան Դիմադիր Ծառուկյանին արդարացրեց դատարանը։ Նախ սկսեմ վերջից, ես չգիտեմ դատարանի արդարացման վճիռը չեմ նայել, չեմ կարող ասել այդ վճիռը ինչքանով է եւ ինչի հիման վրա է, բայց այն որ ժամանակին ուրեմն ԲՀԿ-ն ընտրակաշարք բաժանել է դրա մասին մենք որպես դիտորդներ այն ժամանակ դեռևս ահազանգել ենք։ Հա, այսինքն դա ինչ որ տենց բան չի։ Թե քրեական գործով ինչ են կարողացել ապացուցել, ինչ չեն կարողացել ապացուցել եւ դատարանը չի արդարացրել, ես չգիտեմ, չմեկնաբանեմ էլ։ Ինչ վերաբերվում է բանտարկություններին, ապա պիտի ասեմ, որ բանտարկությունների մեջ կան մի մասը կամ բանտարկություն զրույթը տենց իրավական չի, հա, քրեական հետապնդումներին, որոնք նաև զուգորդվում են ազատության սահմանափակմամբ։ Դրանց մի մասում կա բավականին հիմքեր, մի մասում հիմքերը միգուցե քիչ են, միգուցե շատ են, բայց երևում է քաղաքական մոտիվացիան։ Ամենալավ օրինակը, որ ես շատ եմ սիրում բերեմ, դա Աչապաղյանի դեպքն է։ Աչապաղյանի մասով Աչապաղյանը ռազմական հեղաշրջման կոչ արել է։ Եվ դրա հետ կապ, այն որ դա հանցագործություն է, ես իմ այս աջ ձեռքով ստորագրել եմ հաղորդում, պնդելով որ դա հանցագործություն է, սրանց մի 2 տարի առաջ դեռևս, եւ պահանջել եմ քրեական վարույթ հարուցել։
Այսինքն արարքը կա, նենց չի որ արարքը չկա։ Բայց արդյոք իր նկատմամբ հետապնդումը քաղաքական մոտիվացված է, այո, քաղաքական մոտիվացված է, որտեղ այն ժամանակ ասել են, չէ, այստեղ հանցակազմ չկա, հետո սրանց 1.5 տարի առաջ ասել են, չէ, վայ, հանցակազմ կա, եւ սկսել են այդ նույն արարքի համար մարդուն քրեական հետապնդման ենթարկել, ընդ որում իմ կարծիքով ոչ այդքան adekvat սանկցիաներով եւ ոչ այդքան adekvat խափանման միջոցներով, հա, խափանման միջոց կալանք ընտրելը հեչ պարտադիր չէր, հա, ազատության զրկման հետ կապված պատիժ սահմանելը էլի մեղմ ասած այդքան պարտադիր չէր, բայց արարքը կա։ Դրա համար ես ասում եմ, որ այտենց բան չի էլի, ոնց որ միարժեք չի, նենց չի որ գոնե իմ գնահատմամբ, նենց չի որ անտեղի մարդու գլխին սարքում են, բայց նենց էլ չի որ ամեն ինչ արդար է։